Պարոն նախագահ, մենք ականատես եղանք ընտրախախտումների մեծ պաշարի այս ընտրություններում, թե նախորդիվ ընտրություններից առաջ եւ թե ընտրություններից հետո մասնավորապես ԿԸՀ-ի գործողությունները, որոնք թե ժողովուրդը, թե ընդդիմադիր դաշտը բոլորը որակում են որպես Նիկոլ Փաշինյանի կամքի կատարում, այսպես ասած, եթե ձեր նախագահության օրոք լինեին նման ընտրություններ, ինչպես կարձագանքեր Եմեն, կամ եթե Եվրամիության որևէ անդամ երկրում այսպիսի ընտրություններ լինեին, այսպիսի խախտումներ լինեին, ընդդիմադիր ուժի ձայները, տեղամասերը անվավեր ճանաչեին, վերաքվեարկություն չդնեին պարզապես մեկ ընդդիմադիր ուժի դուրս թողնելու համար, ինչպես կարձագանքեր Եմենը ձեզ։ Ես չեմ կասկածում, թե ուղղակի այնպիսի մի աղմուկ կբարձրացնեին որակումների առումով, որակումների տեսանկյունից ուղղակի ասենց անսահման բան կներ, պրոբլեմային կորակեին ընտրությունների արդյունքները, բայց մի հատ հասկանանք իսկապես ինչ է կատարվել։ Ամենից արտառոցը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց։ Եվ քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահ հարցազրույց է տալիս եւ փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը դա արել։ Եվ իր հիմնավորմամբ պատճառը հետեւյալն է. վերաքվեարկությունը սա լավ բան չի։ Օրենքը ենթադրում է վերաքվեարկություն, հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, ինքը բացատրում է, թե ինչի համար ինքը չի կատարել այդ օրենքը։ Որտեղ ինքը համարում է, որ վերաքվեարկությունը, կոպիտ ասած, լավ բան չի։ Սենց տակտիկական բան, ինչ որ տակտիկական վերաքվեարկություն եւ փորձում է հիմնավորել։ Քո գործը օրենքի կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը եւ սենց յուրահատուկ մեկնաբանությամբ օրենքի խախտումը։ Ինքը ուղղակի կատարել է հանցանք, բոլոր հանձնաժողովի անդամները այդ հանցանքը կատարել են, բայց ժամանակը որ գա, իրենք ցուցմունք են տալու իր վրա, իր ճնշումների վրա։ Դա խոստովանություն է հանցագործության մասին։ Եվ դատախազությունը դրանով պետք է զբաղվի, եթե դա լիներ իսկապես դատախազություն։ Հիմա ըստ էության սա է, բայց մի քիչ ավելի խորանանք եւ փորձենք մեկ հարցի պատասխանել։ Կա որևէ լծակ, որը իշխանությունը կարող է օգտագործել ընտրությունների կեղծելու համար, որը չի օգտագործվել։ Չկա որևէ մեկ լծակ, որը գործադիր իշխանությունը կարող է օգտագործել ու չի օգտագործվել։ Ուղղակի պատկերը խայտառակ է։ Ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի բռնաճնշումներ, այս աստիճանի ազդեցությունը բյուջետային համակարգի վրա, այս քանակի կալանավորումներ, քրեական գործեր, ես կրկնեմ միտքը, մեկ անգամ ասել եմ, բոլոր ընտրությունների ժամանակ չի եղել նույնիսկ դրա կեսը։ Չի եղել նույնիսկ դրա կեսը։ Իսկ Եվրամիության արձագանքի մասով։ Նայեք, մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որտեղ կրկնակի ստանդարտները դարալ են նոր։ Մի 15-20 տարի առաջ ասենց մի քիչ վիճակը ուրիշ էր։ Աշխարհաքաղաքական, այսպես հակասությունները սև ու սպիտակի չէր, ասենց որոշակի երանգներ եւս կային եւ դրա համար ասենց մի քիչ այլ կերպ էին մարդիկ վարվում։ Նաեւ եվրոչինովնիկները, այսպես ասենք, այլ երկրների առաջնորդները։ Հիմա սև ու սպիտակ է վերածվել եւ ավելի շատ դիտվում է հետեւյալ անկյան տակ։ Այս մարդը, կոպիտ ասած, մեր մարդն է, թե մեր մարդը չի, ասենց ժողովրդական լեզվով ասեմ։ Եթե արդեն համարում եք մեր մարդն է, ինչ ասում ենք անում, տերը մենք ենք, ծառան ինքն է, ուրեմն ինչ ուզում ես արա։ Իրական պատկերը այսօր սա է։ Եվ սա մեծ պատասխանատվություն է նաև այդ երկրների համար եւ եվրո բյուրոկրատիայի համար, որտեղ իրենք ուղղակի աճեցնում են հերթական բռնապետ։ Իդեպ որի փորձ ունեն տարբեր այլ երկրները։